մի շատ ցավալի իրողության ենք ականատես լինում հենց այժմ կաթողիկոսի խոսքի ժամանակ, ելույթի ժամանակ տեսնում ենք, որ այն մյուս կողմում հավաքված մեր հայրենակիցները սուլում են, տարբեր արտահայտություններ են անում եւ մայրաթորը երկու մասի է բաժանվել։ Ինչ տպավորություններ ունեք այս ամենը տեսնելով։ Ասեմ, որ ամենևին էլ երկու մասի բաժանված չի, որտեղ եթե այս կողմում մի քանի հազար մարդ են, այնտեղ մի քանի տասնյակ մարդ են, որոնք բերվել են ստիպողաբար, ես վստահ եմ, նրանց վրա աշխատում են այս ծափերը ամեն ինչը ցույց են տալի հետեւյալը, որ այն մտահղացումը, որ ուներ Նիկոլը, ձախողվել է 100%-ով, այն 10 դավադիր եպիսկոպոսները, որ հայտարարել էին, որ պիտի գան, տենց էլ չներկայացան, կամ ով գիտի իրանք համար մի առանձին վայրում հավաքվել կերուխում են անում, չեմ կարող որևէ առիթով որևէ բան ասել, բայց ամբողջ ողբերգությունը այն է, որ Նիկոլը հասնում է հետևյալին, իրան պետք է պառակտում։ Եթե նախկինում սևեր, սպիտակներ, նախկիններ, ներկաններ, հներ, նորեր, հա, հիմա արցախցիներ, հայաստանցիներ, Սփյուռք, Հայաստան, հիմա էլ եկեղեցին է տրոհում։ Փորձում է տրոհման ընթացքում առաջացնել բախում, իսկ այդ ընթացքում ինքը վստահաբար թուրքական պատվեր ունի Էրդողանից, Փաշազադեից ու Ալիևից, ժողովրդի ուշադրությունը շեղում է այս ուղղությամբ, որպեսզի իր աստոր գործերը ինքը շարունակի կատարել։ Net որ ես կարծում եմ մենք ուղղակի պետք է շատ զգուշ լինենք, ինքը խոստացել է հավանաբար դրսի ուժերին, որ մինչև նոր տարի նոր վեհապար է ունենալու Հայաստանում կամ առնվազն հասնելու է վեհապար հայրապետի հրաժարականին, բայց հավանաբար եւ վստահաբար կարելի է ասել, որ ինքը այդ իր ցանկությանը չի հասնելու, չի կարողանալու, վեհապար հայրապետը շատ ժայռի նման կանգնած է եւ հրաժարական չի տալու։ Նենց որ ես կարծում եմ Նիկոլը 100%-ով ձախողել է, հիմա ահաբեկված, վախեցած, արդեն Չեկա, պարոն Իսագուլյան, հարց հղեցին նրան, թե արդյոք ուզում եք մասնակցելու եք 10 եպիսկոպոսների հրավիրած ինքը ինչի չեկավ, ինքը փորձում է այդ Իրանից հեռու պահել, իբրև ինքը կապ չունի այդ կռիվը, այդ երկպառակտումը եկեղեցու մեջ է։ Ես որևէ մասնակցություն դրան չունեմ, բայց այն, որ այսօր ինքն է առաջնորդում այդ ամբողջ հակաեկեղեցական շարժումը, փաստ է։ Ուղղակի փորձում է այդպես տպավորություն առաջացնել, որ ինքը կապ չունի, որտեղ վստահաբար իր վրա նաև ճնշում կա որոշակի, որ ինչ ես դու առաջնորդում, ինքը պետք է ցույց տա, որ չէ, ինքը չի առաջնորդում, ինքը ուղղակի այդ արձագանքում է այս երևույթներին, բայց ասում եմ, ինքը 100%-ով ձախողել է, ձախողելու է, տապալվելու են դավադիրները, այդ 10 եպիսկոպոսները, որոնք թլպատված երևի որոշել են ինչ-որ գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, անգամ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ չեն հաջողելու։ Ես կարծում եմ վեհապար հայրապետը ուղղակի շատ արագացնի նրանց կարգալույց անելու այդ գործընթացը, նրանք իրավունք չունեն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորներ այդ սուրբ կոչմանը իրավունք չունեն։ Շնորհակալ եմ, պարոն Իսագուլյան։ Live News-ի հարգելի հետևորդներ, քիչ առաջ